Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքում է, ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Պլանը որն է, ինչ ենք։ Դե որ ջուրը ցամաքել է արդեն ամրակայում է։ Ցամաքել է, բայց դե չէ, սա տեսնեք են Այսինքն հիմա ասում են, որ կսարքվի։ Այսինքն խողովակները չեն գցելու տակից որ։ Գցելու են, գցելու, բայց այն ժամանակ Այսինքն լրիվ դրենաժ պետք է արվի, ճամփի տակով դրվի։ Ժամանակ տեխնիկան որտեղ կմտնի, բան վարչապետը բանան խոսում։ Հաջորդ կանգառը Որոտանն է, որտեղ կառուցվում են ճանապարհը, խմելու եւ ոռոգման ջրերի համակարգերը։ Երկրի ղեկավարը ողջունել է գյուղի բնակիչներին։ Դե ասեք տենամ հլը թե ջուր չունեք։ Ո՞վ է ձեր ջուրը կտրել։ Չի կարասի, աճարի ինչնա բադեր։ Շարքել են, վերանորոգել են։ Հա։ Ընդեի ծաղագին ջուր էր գնում ու մինչ ջուրը ապահովում է։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ Գորիս համայնքի ղեկավար Արոշ Արոշանյանը ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Էդ էլ լուծեցինք։ Այս ճամփեն էլ սարքում ենք, այս մի ճամփեն էլ ենք սարքում, տեղ կա սարքելու ու այսինքն հա չէ, մի հատ էլ հələ դեպի Գորիս ենք ճամփա սարքելու ոնց որ։ Գյուղում մեքենա ունեցող ինչքան ժողովուրդ կա։ Մեքենա ունեցողներ կան, բայց դե մի քիչ հասկանալի է, որ ճանապարհը այս վիճակին մեքենայի կպչանա, դե սարքում է, հա, բայց միան ինչ էլ ասում եք չեն ներժում, մեծ էլ ինչ է կարմա օգնում։ Գյուղի բնակիչները նշել են, որ զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ։ Հիմար 3 բան է պետք։ Խաղաղություն է պետք, ճամփա է պետք, հենց խաղաղություն եղավ, ճամփեն եղավ։ Ճամփեն սարքվի, արդեն պիտի դուք էլ մի քիչ ակտիվ լինեք, որ տուրիստ կա գնա, այս որ դեպի բան այդ թասի ճամփեն էլ սարքեն։ Դպրոցի ինչ վիճակում աշխատում է։ Նորմալ, հա, նորմալ ժամը 9-ից դպրոցի վիճակ չունի, անբարեկարգա։ Բայց թազա դպրոց նախագծում կա, է։ հա, կա։ Որտեղ կթամանալի։ Իսկ պարոն Փաշինյան, Որ երեք Սահմանամերձ բարձրավան Որոտան, քանի որ շատ իրավից հեռու ճանապարհները չեն միանում, միակ բացառությունը որ համակարգից տեղում որ չենք խոշորացնում երեքը, որտեղ շատ հեռու են դառնում իրանք էլ դուքն որ սարքում է, չէ, համալան նախատեսված, բայց հիմա բան է։ ով է դպրոցի տնօրեն։ Հիմա հիմնանորոգվում է։ Դեռ նախագծային process-ը։ Քանի աշակերտ ունեք։ 46 աշակերտ։ Շատ լավ։ Սպորտի դահլիճ կա։ Չկա։ Դե առանց սպորտի դահլիճ ինչ դպրոց։ Երևի նոր կորպուս է։ Առանց սպորտի դահլիճ ինչ դպրոց։ իհարկե եթե գյուղը չլճանա, մեզ պետք է բարելավ։ Շատ լավ, դե ջրի հարցը լուծվում է փաստորեն, ճամփի հարցը լուծվում է, մնացածն է գնանք մտածենք ոնց լուծել։ Այնուհետև երկրի ղեկավարը չնախատեսված կանգառ է ունեցել Խոտ գյուղում, զրուցել բնակիչների հետ, լսել բարձրացված խնդիրները։ Հայաստանում տենց գյուղ չկա, որ տենց խնդիր չունենա։ Այսինքն հերթով կսարքեն։ Բայց այդ եկեք էլեմենտ այդ հողի վրա։ Այդ հողը փաստորեն ձեր սեփականությունը չի եղել։ Դուք խոստովան եք, որ ձեր սեփականությունը չի, մենք է խոստովան եք, որ դուք ծառեր եք ունեցել, մի հատ լուծում Չունեինք։ Այս պատմությունը բայց դա։ Դե Հա, մեզ պասպորտ դե որ չունենք։ ասում եք մի բան պետք է մտածենք, ինչ Պարոն Փաշինյան, որ չանենք ջղայնանալու։ Չէ, ջղայնանալու չի։ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ բնակավայրում 16 միլիոն դրամի ծրագրով տուն կառուցող քաղաքացու հետ է զրուցել։ 16 միլիոնով կարելի է։ Ինչ են բա փող ունես որ դնես։ պետք է անած հիշաչեք թողելու տունը։ Բայց տեր Գորիս Տաթև այսինչ է կառուցում։ Հա ճիշտ է, բայց հիմա ինչքան է կսարքես 16 միլիոնը։ 16 միլիոնը Քրիշը կտնես գոնե։ քրիշը կդնեմ։ Հա ռեմոնտը կմնա, ինչը կմնա քո աշխատանքը։ Սվաններ հնարավորավոր է թողին երեքի։ Ճիշտ ասած 90% աշխատանքի մենք ընտանիքով ենք կատարում։ Պարոն Վարչապետ, իրանք են անում այդ գործողությունը, քիչ գնում փոխել։ Դրա իմաստն է, որ 16 միլիոնը վերցնեք, մի քիչ էլ դուք տնեք ու ստանեք։ Հիմա որտեղ եք ապրում, տունը որտեղ է։ Հիմա հայրական տունս է այդ երկրորդ։ Ես հայրենադարձ եմ 30 տարի ասել չեմ ապրել Ռուսաստանի դաշնությունում։ Վարչապետը հույս է հայտնել, որ հաջորդ այցին արդեն տունը պատրաստ կլինի։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Կապան, որտեղ սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել։ Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 89 միլիոն դրամ է, որից 49 միլիոնը հատկացրել է կառավարությունը։ Մեկ այլ ծրագրով Կապանի թունելից մինչև Բաղաբեր թաղամասի միջնամասը 7.4 կիլոմետր հատվածում իրականացվել են փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 149 միլիոն դրամ է, պետության մասնաբաժինը ավելի քան 104 միլիոն դրամ։ Սյունիքի մարզկենտրոնում վարչապետի հաջորդողությունը
գործունեությունը Կապանի թիվ 1 մանկապարտեզն էր, որը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է։ Աշխատում եք արդեն։ Այո, դասից սկսել աշխատել։ Քանի սաունդը։ Մեկապային Հարուսյանը։ Երեքան է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 377 միլիոն դրամ է, որի 80%-ը 302 միլիոն դրամը հատկացրել է կառավարությունը։ Սննդի հարցը դուք եք անում, թե արտապարտի վիրակացա։ Չէ, Իսկ միջանովի մանկապարտեզ, ինչքան է միջանովի երեխաները։ Կապանի համայնքի գրանցում ունեցել 5000, ովքեր մեր համայնքի գրանցում չունեն։ Վարչապետը շրջել է մանկապարտեզի տարածքով ծանոթացել պայմաններին։ Անկողնային պարագաներ ծնողներն են բերում, թե դուք եք տալիս։ Համայնքը դրամադրել է ամբողջ օրին։ Նիկոլ Փաշինյանը Կապան համայնքի ղեկավարից հետաքրքրվեց, թե քանի մանկապարտեզ է արդեն շահագործվել։ 9-րդը, 10-րդը, 10-րդը սարքած, սա 4։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար։ Այնուհետև երկրի ղեկավարը շրջել է Կապանով ողջունել բնակիչներին։ Վարչապետը Կապանում մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ներկաներին շնորհավորել էկոպարեկային ծառայության նորամուտի առիթով։ Մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդնումը եւ ահա արդեն այն առաջինը իրականություն է դառնում Սյունիքի մարզում եւ կարծում եմ սա շատ կարեւոր իրադարձություն է։ Ուզում եմ ընդգծել, որ այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, այդ բարեփոխումները առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին է։ Վարչապետի խոսքով դա վերաբերմունքի փոփոխություն է մեր շրջակա միջավայրի, պետության եւ պետական ինստիտուտների նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ենթակառուցվածք ստեղծելուն զուգահեռ չափազանց կարեւոր է նաեւ պատասխանատվության զգացումը։ Եվ ես ուզում եմ համոզվել, որ էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից ունենալով նոր կառույց, ունենալով նոր աշխատանքային գործիք, ունենալով նոր ավտոմեքենա, իր հետ պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի անտառը Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս ծառայությունը նրա մասին չի, որ մենք ուրիշներին չթողենք, որ անտառը կտրի, որպեսզի մենք ավելի հաջողված կտրենք։ Այս ծառայությունը նրա մասին է, որ ծառի, անտառի, բնության, կենդանու, շրջակա միջավայրի նկատմամբ պետքա փոխվի մեր վերաբերմունքը եւ պետքա փոխվի մեր պատասխանատվությունը։ Եվ ուրիշ տարբերակ չկա։ Իհարկե, ես չեմ ասում, որ այսպիսի մի արարողությամբ ամեն ինչ մի վայրկյանում միանգամից փոխվելու է։ Չէ, որովհետեւ իներցիան շատ հաճախ շատ անհաղթահարելի ուժ է, բայց մենք պետք է լինենք հետևողական, մենք պետք է լինենք սկզբունքային, մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք եւ մենք պետք է պատասխանատվություն ունենանք մեր քաղաքացիների եւ մեր սերունդների նկատմամբ։ Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն էկոպարեկային ծառայություններ, որոնք կիրականացնեն անտառների պահպանության 24-ժամյա ծառայություն։ Ամփոփելով իր խոսքը Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ծառայության աշխատակիցներին այդ կարևոր գործում։ Միջոցառումն ավարտվել է էկոպարեկային ծառայության գործառնական ավտոմեքենաների ցուցադրությամբ, որոնք հագեցած են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով։ Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել 22 հատ Isuzu D-Max Magnus-ի ամենագնաց մեքենաներ 331.8 միլիոն դրամ արժողությամբ։ Ընդհանուր առմամբ էկոպարեկային ծառայության ստեղծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 660 միլիոն 484 հազար դրամ, իսկ միջազգային գործընկերների աջակցությունը կազմել է ավելի քան 64 միլիոն դրամ։ Վարչապետին ներկայացրել են նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության Կապանի տեղամասի վերանորոգման աշխատանքները։ Կապան, Գորիս քաղաքներում եւ Շվանիձոր բնակավայրում իրականացվել են ծառայության Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասերի վերանորոգման, զենքի պահասենյակների եւ անհրաժեշտ այլ գրասենյակային գույքով ու տեխնիկայով կահավորման աշխատանքներ, որի համար հատկացվել է ավելի քան 70 միլիոն դրամ։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։